Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է բանկային և ֆինանսական ոլորտի փորձագետ Աշոտ Հայրապետյանը։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան։ Բարև ձեզ։ Սկսեմ մի լուրից, որը շատերի մոտ կարող է նաև ուրախություն առաջացնել։ Modex խորհրդատվական կենտրոնը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի մաքուր շահույթը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, կազմել է ընդհանուր առմամբ 308 միլիարդ դրամ մաքուր շահույթը, ինչը 15%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Բավականին տպավորիչ թվեր են, դուք ինչպես եք կարծում, սա ինչպես է բնութագրում մեր բանկային առևտրային բանկերը եւ բանկային համակարգը ընդհանրապես։ Բանկային համակարգի համար դա շատ լավ տվյալներ են, բայց ես կուզեի ասել, որ շատ կարևոր է նաեւ այդ հաճախորդների, այսպես ասած, տպավորությունները, թե ինչպես են աշխատում բանկերը, որտեղ բանկերը իհարկե եկամուտը ստացել են, բայց պետք է ասեմ, որ մեր բանկերը բավականին շատ տարբերվում են եվրոպական, ռուսական բանկերից եւ առաջի հերթին դա բավականին մեծ հերթերն են, որտեղ հաճախորդները ստիպված են 10-ից 15 ես դեպի կես ժամ սպասել եմ, որպեսզի կարողանամ բանկի աշխատողի հետ խոսել։ Իսկ Նիդերլանդներում օրինակ Հագայում ընկերոջ հետ գնացել ենք բանկ, այդ իրանց թագավորական պալատից մի 100 մետր հեռավորության վրա մարդ չկար, ոնց որ թանգարան լիներ, ինքան գեղեցիկ էր, մոտեցավ մի հատ երիտասարդ եւ հարցրեց ինչով կարամ օգնեմ։ Ընդամենը 15 րոպե ենք այնտեղ եղել եւ ասել եմ գիտեք ինչ, այդ ինչ որ դուք ուզում եք անեք, դուք կարող եք անել on-line եւ մեր բանկի հիմնական խնդիրն է, որ մեր հաճախորդները չգան մեր մոտ եւ իրանց բոլոր հարցերը լուծեն on-line իրաստանը նստած համբյուտերի դիմաց։ Դա այդ ամենը Հայաստանում էլ կա։ Հերթերը դեպքում ինչ են հերթեր առաջանում, ինչ են մարդիկ այնտեղ կանգնած։ Չէ, on-line ծառայություններ մատուցվում են, մատուցվում են, բայց այդ ծառայությունները այնքան պետք է լինի, որ հերթ չպետք է լինի բանկերում։ Էլ չեմ ասում, որ այնտեղ մարդ չկար, մեզ մոտեցան, ասեցին սուրճ եք ուզում, թե կոֆե եք ուզում, թե եք ուզում։ Հասկանում եք, ուրիշ սպասարկում է եւ ամենակարևորը չկա հերթ։ Մեծ մասամբ այն խնդիրները, որ դու ունես, on-line ինքդ լուծում ես, դա այդպես պետք է լինի բանկը։ Եվ շատ կարևոր է, թե հաճախորդների համար ոնց այդ բանկային ծառայությունները։ Իմ եղբորս աշկա հետ գնացել ենք իրենց հասարակական կազմակերպության համար հաշիվ բացելու բանկում։ Մի 5 բանկ գնացին, ասին չէ, չենք բացում ձեր համար հաշիվ։ Հայաստանում, ինչի համար։ Մի բանկում ասեցին, գիտեք, մեր մոտ հասարակական կազմակերպությունները ռիսկային կազմակերպություններ են։ Իսկ Ռուսաստանում ցանկացած բանկը գնում ես, եթե պետությունը հաստատել է քո որ դու ստեղծել ես կազմակերպություն, ոչ մի հարց չկա, միանգամից 15 րոպեից հաշիվը տալիս եւ գնում ես։ Իսկ մենք այդ հակական մի ուրիշ բանկում ասեցին, հա բացում ենք, մի ամիս գնացինք եկանք, անդադ ինչ որ բաներ էին պահանջում, տարօրինակ բաներ։ Եվ դրանից չկարողացանք այդ հաշիվը բացենք։ Այսինքն գիտեք ինչ, արդեն շուտվանից հայտնի է, որ փողը դա նույնպես ապրանք է։ Եվ հարցը առաջանում այսօրվա դրությամբ, ինչ ապրանքներ կարող է արտադրել Հայաստանը այս պայմաններով, չունենալով ճանապարհներ նորմալ, չունենալով շատ էներգիա, չունենալով ջուր եւ այլն։ Բանկային այդ ուղղությունը դա ամենալավ արդյունաբերություններից մեկն է, որը հումքի վաճառում, բայց շատ մեծ արդյունաբերություն, շատ մեծ հնարավորություններ է տալիս երկրին։ Եվ ժամանակին Շվեյցարիան, այսինքն 20-րդ դարի սկզբներին դա հասկացավ, լինելով բավականին աղքատ երկիր, հիմա Եվրոպայի ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկիրն է, որտեղ բանկային այդ ստեղծեց հնարավորությունները եւ բոլորը դրանից օգտվում են։ Հիմա Նիդերլանդները երկրներից մեկն է, որ հասկացել է, որ բանկային բիզնեսը դա շատ կարևոր բիզնես է եւ իրաց մոտ պետության մակարդակով բավականին հետաքրքիր օրենքներ են ընդունվել եւ շատ մեծ կազմակերպություններին եւ հաճախորդներին շահավետ է Նիդերլանդներում հաշիվ բացել, եթե նույնիսկ այնտեղ չեն ապրում։ Այնտեղ ուտելիքում կա մի թաղամաս, որտեղ ժամը 6-ից հետո մարդ չկա, որտեղ դրանք բոլորը մեծ բիզնես կազմակերպության օֆիսներն են եւ դրանք բացել են Նիդերլանդներում, որովհետեւ ավելի քիչ հարկմուծեն եւ ավելի լավ օգտվեն այդ բանկային ծառայություններից։
Եվ Հայաստանը հնարավորություն ունի նման ծառայություններ մատուցելու։ Շվեյցարիան ինչու դարավ շատ հայտնի բանկային երկիր, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարզվեց, որ եվրոպական երկրները իրար դեմ պատերազմում էին, միաժամանակ որոշակի ինչ-որ ֆինանսական գործողությունների կարիք ունեին։ Օրինակ այդ հայտնի պատմությունն է, որ մեծ հոգեբան մեր Ֆրեյդը, Զիգմունդ Ֆրեյդը, ինքը ապրում էր Ավստրիայում, երբ որ գերմանացիները գրավեցին Ավստրիան։ Եվ հայտնի է, որ իրանք հարուստ հրեաներին ասում են, մենք ձեզ բաց կթողենք, այդ այսքան գումար մեզ տակ։ Ֆրեյդը չուներ գումար, բայց իր աշակերտները, իր համախոհները Անգլիայից այդ գումարը ուղարկեցին Շվեյցարիա, Շվեյցարիայից այդ գումարն եկավ Գերմանիա, Ֆրեյդը բարի հաջող գնաց եւ Անգլիայում սկսեց ապրել։ Այսինքն նույնիսկ այդ տարիներին այդ համակարգը լավ աշխատում է։ Այո, լավ աշխատում էր եւ դրա հաշվին Շվեյցարիան հակին հարստացավ։ Առավել եւս բանկային լավ համակարգը դեռ Շվեյցարիայի համար գարանտիա, որ պատերազմ չի լինելու Շվեյցարիայում, որտեղ եւ Ֆրանսիային, եւ Գերմանիային, եւ Անգլիային հարկավոր էր նման մի տեղ, որտեղ իրանք կարան շփեն ինչ-որ հարցեր լուծեն։ Այսինքն, պարոն Հարապետյան, եթե ես ճիշտ եմ հասկանում ձեր տրամաբանությունը, այս տպավորիչ աճը 300 միլիարդ 15% 9 ամսվա ընթացքում կարող է լինել շատ ավելի տպավորիչ եւ օրինակ 30%, եթե մենք բոլոր մեր հնարավորությունները այդ ոլորտում օգտագործենք, ինչպես դուք ասում եք, եւ փողը, որը ապրանք է, շատ ավելի ինտենսիվ կամ շատ ավելի մասնագիտորեն վաճառենք։ Այո, մանավանդ որ այսօրվա դրությամբ Հայաստանը նման իրադարձության մեջ է, ոնց որ ասենք Շվեյցարիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ կան պետություններ, ասենք Իրանը եւ Ռուսաստանը, որ գտնվում են սանկցիաների տակ։ Բայց սանկցիաները, ասենք, մի 10-20 գործողությունների կամ 100 գործողությունների բանկային վրա են։ Մնացած գործողությունները ազատ են։ Այդ պատճառով կարելի է բավականին շատ քայլեր կատարել, որը օգտակար կլինի համ Ռուսաստանին, համ Եվրոմիությանին, համ Ամերիկային, համ Իրանին։ Օրինակ գաղտնի չէ, որ Ամերիկայի դեսպանությունում կա հատուկ ժամեր, որի ընթացքում ընդունում են Իրանի քաղաքացիներին։ Չէ՞, դա ծառայություն է, որը Հայաստանին է օգտակար, դա իհարկե շատ փող չի բերում Հայաստանի, բայց նման մի ծառայություն կա։ Այսինքն սանկցիաները, բայց Հայաստանը կարող է լինել միջնորդ օղակը, ֆինանսական, որը թույլ է տալիս գործողություններ կատարել այդ երկրների հետ, եւ դա օգտակար կլինի, կրկնում եմ, այդ բոլոր երկրներին։ Օրինակ, գաղտնիք չի, որ մինչև վերջերս գազամուղը գնում էր Ռուսաստանից Ուկրաինա եւ Եվրոպա։ Չնայած արդեն 3 տարի պատերազմը շարունակվում էր, բայց գազամուղը գնում էր, որտեղ դա շահավետ էր եւ Ռուսաստանին, եւ Ուկրաինային, եւ Եվրոպային։ Հասկանալի չէ։ Նման գործողություններ կան։ Առավել եւս հայտնի է, որ Ռուսաստանից այս վերջի տարիները միլիարդավոր դոլարների գումարներ գնացել դուրս է եկել եւ մեծ մասը գնացել է որտեղ Թուրքիա։ Մի մասը գնացել է Ղազախստան եւ շատ ավելի փոքր մասը եկել է Հայաստան։ Քանի որ փողը դա կապիտալ է, դա հնարավորություն է, դա ապրանք է, եթե ավելի շատ գար Հայաստան, ավելի շատ հնարավորություններ կլինի։ Իսկ ինչի է քիչ եկել Հայաստան։ Պատճառը որն է։ Ես արդեն ասացի, բանկային համակարգը Հայաստանի պետք է լինի ժամանակակից։ Այսինքն պետք է համապատասխանի բոլոր ժամանակակից պահանջներին։ Նախ աշխատանքը հաճախորդների պետք է լինի ուրիշ մակարդակով, այս մեծ մասամբ on-line, պետք է վստահություն լինի հաճախորդների, քաղաքացիների նկատմամբ։ Քաղաքացիներն այն ժամանակ պետք է վստահեն բանկին։ Պարոն Հայրապետյան, մեր մոտ դուք ասացիք վստահություն բառը, ես մի հանգամից դա հիշեցի, ինչ որ սրիկաներ բանկի անունից, հա, վարկ են ձևավորում, ձևակերպում, կներեք, եւ ուղղակի կորում են։ Ինչից հետո այդ մարդը ում անունով ձևակերպել են այդ վարկը գնում է բանկ ասում է ես ընդհանրապես տեղյակ չեմ, թե ինչպես է դա տեղի։ Գիտեք ինչ որ մարդ։ Եվ այդ գումարը մնում է այդ մարդու վրա։ Այսինքն ինչ վստահության մասին կարող ենք մենք խոսել, այդ թվում նաև on-line banking-ի, internet banking-ի մասով, երբ որ կան այսպիսի խնդիրներ, մարդիկ հավաքվում են, նույնիսկ ակցիաներ են անում, բողոքի ակցիաներ են անում կառավարության մոտ, բանկերի մոտ, այս խնդիրը մեզ մոտ վերջին 2 տարվա ընթացքում շատ է ակտուալացել։ Այս խնդիրը աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կա բանկային համակարգ եւ կա on-line աշխատանք։ Օրինակ Ռուսաստանում ցանկացած հաճախորդը բանկում որ հաշվի է բացում, իրան միանգամից տալիս են կրեդիտ կարտ նաև։ Այսինքն այդ կրեդիտ քարտը մինիմումը 3 ամիս ինքը կարող ցանկացած բան առնի, ասենք մինչև 120,000 ռուբլի։ Օրինակ կա բանկ, որը Ալֆա բանկն է, նա մինչև մի տարի է տալիս կլիենտներին, որ շուտ բանից գիտի, մի տարվա ընթացքում դու կարաս ինչ ուզում ես առնես, ասենք 1 միլիոն ռուբլիով։
տարվա վերջին պետք է գումարը փակես կամ էլ ընթացքում։ Եվ դա իրան արդարացնում է։ Մենք գիտենք, որ վթարների պատճառով բավականին շատ մարդիկ են մահանում, բայց ոչ ոք չի առաջարկում մեքենաները հրաժարվել մեքենաների օգտագործելուց, չէ՞։ Այսինքն մի քանի ասենք խաբեբաների կամ ավազակների համար այդ բանկային համակարգը չաշխատել մարդկանց հետ, չտալ իրենց վարկել, դա սխալ է։ Ուղղակի պետք է օգտագործել այն միջազգային հնարավորությունները, որոնք օգտագործվում են խաբեբաներին բռնելու եւ դատապարտելու համար։ Դա էլ աշխատանք։ Պարոն Հայրապետյան, դուք զուգահեռներ տարաք երկրորդ համաշխարհայինի տարիներին Շվեյցարիայի միջև եւ Հայաստանի միջև, որը որ հիմա Իրանում պատերազմ, պարբերաբար պատերազմ լինում Ռուսաստանում անվերջ պատերազմ է Ուկրաինայի հետ, նշելով, որ Հայաստանն էլ ինչ-որ առումով այդպիսի կենտրոն է։ Տեսեք, այստեղ կա խնդիր։ Հայաստանում հիմնականում Արևտրային բանկի կողմից օգտագործվող գումարները դա միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ խոշոր բանկերից ներգրաված գումարներ են։ Եվ այդ բոլոր կազմակերպությունները արևմուտքում են, հա, կամ ԱՄՆ-ում կամ արևմուտքում։ Եվ այստեղ պարզ է, որ իրենք այդ գումարները տալով սահմանափակումներ են դնում։ Օրինակ մենք չենք կարող հաշիվ, շատ դժվար է Ռուսաստանի քաղաքացուն Հայաստանի բանկում հաշիվ բացել, որտեղ ընկնում է պատժամիջոցների տակ, որի տակ գտնվում են Ռուսաստանի քաղաքացիները։ Միգուցե այս սահմանափակումները ինչ որ առումով նաև դրանով են պայմանավորված։ Ես չեմ կարծում, որ ուղղակի սահմանափակումներ կան Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները չբացեն, դա պետք է պարզել, բայց դա բանակցությունների հարց է։ Շատ դժվարությամբ են բացում։ Դժվարությամբ են բացում, բայց ավելի շատ դա ինձ համար տարօրինակ է, որտեղ կա ուրիշ երկիր, որը կոչվում է Դուբայ, որտեղ ուրիշ կրոնի մարդիկ են, քրիստոնյա չեն, արևմտյան երկիր չեն, եւ բանկային գործը դա այսպես ասած առավելագույն հաջողված բիզնեսներից մեկն է։ Հիմա քչերը գիտեն, որ 30%-ն է Էմիրատները իր շահույթները ստանում նավթ ծախելուց, վաճառելուց, մնացած եկամուտ իրանք ստանում են այդ ներդրումներից։ Հայաստանը հնարավորություն ունի նույն ձևի ներդրումներ ստանալ նաև արաբական երկրներից եւ ես մի անգամ կրկնում եմ կամուշ լինել այդ արևմուտքի, արևելքի, Ռուսաստանի, Իրանի եւ այն երկրների մեջ, ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն։ Եվ դրա համար պետք է եւս մի անգամ ասում եմ, նախ պետք է լավ իմանալ այդ բանկային համակարգները, երկրորդը պետք է գնալ արդեն կառավարության մակարդակով շատ անգամ, որտեղ այդ ֆինանսական հնարավորությունները Նիդերլանդներում ստեղծել կառավարություն առաջին հերթին, որպեսզի շահավետ լինի բանկի օտարերկրյա կազմակերպությունները, բիզնես մեծ կազմակերպությունները իրանց հաշիվները բացեն իրանց երկրում։ Նույն բանը պետք է լինի Հայաստանում, դրանով զբաղվել է պետք։ Ոնց որ Լիտվայում ասում են, որպեսզի դուրը բացվի, պետք է ծեծել այդ դուրը։ Մենք դրանով պետք է զբաղվենք։ Մեր համար բանկային համակարգը ուղղակի որոշակի ինչ-որ մեծ ֆիրմաներին սպասարկելու հարցեր է, բայց ավելի մեծ խնդիր է պետք դնել մեր երկրի առաջ։ Կրկնում եմ, փողը դա ապրանք է, շատ լավ ապրանք է։ Հայերը դարեր շարունակ զբաղվել են այդ ապրանքով, այդ տարբեր երկրներում, դա էլ է հայտնի։ Այսինքն մեր մեջ կա այդ հնարավորությունը կա մտածելու, օգտագործելու եւ այլն։ Հմտությունը ունենք։ Այո, եւ մենք ունենք սփյուռք, ունենք բազմաթիվ երկրներում հայկական խմբեր, որոնք մեզ կաջակցեն, ասենք, այդ բանկային բաներ բացելու, ֆիլիալներ բացելու, ռեկլամի եւ այլն հարցերով կա այդպես հիմնվելու հնարավորություն կա եւ դա հрьяաները անդադ օգտագործել են խորհրդային ժամանակ, երբ որ մարդկանց աշխատավարձը $10 է, իրանց բարեկամները Ամերիկայից ուղարկում էին $1000 իրանց, որը մեր համար հիմա այսօր այդքան մեծ գումար չի, չէ՞։ Իրանց համար այդ ժամանակ մեծ գումար չէ։ $1000 Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում իրանք առնում էին $3000 կարելի տուն առնել։ Դե ինֆլյացիա է ունեցել այդ տարիներին բարձր, շատ վաճառելով դա առնում էին, ասենք, նավթ, մեքենաներ եւ այլն ուղարկում էին։ Եվ այդպես գնաց եւ իրանք հակին փաստորեն ամենահարուստ մարդիկ Ռուսաստանում դրական հрьяաներն են, որտեղ ժամանակին այդ գործողությամբ զբաղվել են։ Եվ նույն ձևել, քանի իրանք դարեր շարունակ դրանով են զբաղվել, դրա համար էլ Ամերիկայում էլ են ամենաշատ հայտնի բանն է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիրները եւ հարուստները դրանք մեծ մասամբ հрьяաներ են։ Այսինքն իրանք շուտանից հասկացել են, որ բանկային համակարգը դա այն հնարավորությունն է, որ թույլ է տալի մարդկանց չունենալով պետություն, չունենալով ինչ-որ բանակներ եւ այլն, փող աշխատել եւ ունենալ որոշակի իշխանություն։ Եվ շատ կարևոր է դա կուզենայի շեշտել, որ
Նիդերլանդներում եւ Էմիրատներում շատ տարբեր քաղաքական համակարգեր են, բայց երկու տեղում էլ կարողանում են մեծ հաջողությամբ օգտագործել այդ բանկային համակարգը փոխաշխատելու համար, իրանց քաղաքացիների համար նույնպես։ Այսինքն դա այդքան կախված չի, էլի, թող այսօր իշխանության ղեկավարը կարևորն է, որ իշխանությունը հասկանա, որ դա պետք է պահպանվի։ Շվեյցարիայում անդադ փոխվում են ղեկավարները, դա ղեկավարությունը չկա, բանա կոնֆեդերացիա, էլի, չէ՞։ Բայց համակարգը մնում է եւ աշխատում է, շատ բարձր կենսամակարդակ է ապահովում։ Իդեպ պարոն Հայրապետյան կա շատ ավելի հին օրինակ, դա լոմբարդացիներն են, Լոմբարդիան այն ժամանակ դեռ միջին դարերում 11, 12, 13-րդ դարում ամենալավ բանկերները իրենք էին, չունենալով փաստացի անկախ երկիր, ամբողջ Եվրոպայի ֆինանսական հոսքերը այն ժամանակվա լոմբարդացիների ձեռքում են, այդ Լոմբարդիայում փոքր մի դե տամպլիերների հայտնի երթուղանը նույնպես դրանով զբաղվում էր եւ դա նրանց վարկարուներն են այդ թվում նաև շատ լավ աշխատում են իրար հետ, բայց վերադառնանք նաև մեր օրեր Ռուսաստան, մենք այսպես թե այնպես Ռուսաստանը թիվ 1 գործընկերն է Հայաստանի տնտեսական առումով եւ ապրանքաշրջանառության։ Տեսեք, ինչ է տեղի ունեցել երեք Ռուսաստանում Տավրիչեսկի բանկ, որը 60-րդ տեղն էր զբաղեցնում Ռուսաստանը բանկերի մեջ, բանկրոտ է ճանաչվել։ Ռուսաստանի այդ ֆինանսական համակարգը, բանկային համակարգը հայտնի պատճառներով, պատերազմի պատճառներով արդեն 4 տարուց ավել պատերազմ է գնում, եւս ենթարկվում է շատ լուրջ սանկցիաների արևմուտքի կողմից։ Այս փաստը, որ Տավրիչեսկին բանկրոտ է դարձել, այդ ամենի հետ կապ ունի, թե այստեղ լրիվ այլ տրամաբանություն է։ Կապ ունի, քանի որ հիմա իրանք ստիպված Ռուսաստանի պետությունը կենտրոնական բանկը բավականին բարձրացրել է այդ վարկերի վերցման այդ չափը։ Եվ պաստորեն բանկերը ստիպված են շատ փող վճարել այդ մարդկանց, ովքեր իրենց գումարները տալիս են պահելու բանկերի մոտ։ Դեպոզիտների համար։ Իսկ արտադրությունը բավականին չի զարգանում։ Հասկանում եք, այսինքն ստացվում է, որ բանկային գործը վատանում է, որտեղ դու չես ստանում կլիենտների քանակությունը։ Փողը թանկանում է։ Փողը թանկանում է, իսկ դու այդ փողը տալիս ես ուրիշներին, որ այդ փողը պահել են քո մոտ։ Այդ պատճառով խնդիրներ առաջանում են, բայց 60-րդ բանկը ոչ մի դեր չի կատարում պաստորեն տնտեսության մեջ Ռուսաստանի Սբերբանկը, ՎՏԲ բանկը, Ալֆա բանկը հաջողությամբ աշխատում են եւ պետք է ասեմ բավականին մեծ քանակությամբ միջազգային օպերացիաներ են անցկացնում իրանք։ Նույն Նիդերլանդներում ես իմացա, որ Ալֆա բանկը ստեղծել է իր ոչ թե մասնաճյուղը, կոչվում է Ալֆա բանկ, բայց գրանցված է նրանց մոտ։ Ֆորմալ դա լրիվ անկախ հոլանդական բանկ է, իրականում Ալֆա խմբի ստեղծած բանկերից մեկն է եւ այդ համակարգն աշխատում է։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն պատժամիջոցները կարողանում են շրջանցել։ Այո, եւ դա չի նշանակում, որ սանկցիաները իրանք ման են անում, էլի, խախտում են, որովհետեւ չկա, այնպես բան, որ դու իրավունք ունես ստեղծես եւ չկա ինչ-որ մի օրենք, որ ասենք մի Իվանովը Նովոսիբիրսկում ապրում է, իրավունք ունի $1000 ուղարկի իր աղջկան, որ ասենք Բերլինում սովորում է ինչ-որ համալսարանում։ Դրա դեմ ոչ մի սանկցիա չկա։ Պարոն Հայրապետյան, եւ մեր զրույցի ավարտին երևի ամենակարևոր հարցը, սկզբունքային հարցը, ի՞նչն է խանգարում մեզ, մեր բանկային համակարգին դառնալ մեր տարածաշրջանի հրեաներ։ Դե մենք արդեն հայեր ենք, մեզ պետք չի հրեաներ դառնալ։ Ես պատկերավոր եմ դա ասում։ Դա պետական մտածողության կարիք ունի։ Ասում եմ 20-րդ դարում, երբ որ սկսվեց այդ տնտեսական հեղափոխությունը, շվեյցարացիներն ստեցին եւ մտածեցին իրանք ինչ կարող են արտադրել, չունենալով հումք եւ այլն, եւ հասկացան, որ պետք է արտադրեն փող։ Այսինքն պետք է փողը շրջանառության մեջ դնեն։ Իսկ նման մի քայլեր մենք պետք է անենք, պետք է հասկանանք, որ դա մի շատ լավ հետաքրքիր ասպարեզ է, որ մենք ընդունակություններ ունենք եւ մեզ պետք է դրա համար օգտագործել ճանապարհներ, էներգիա, ջուր եւ այլն։ Դա պետք է լինի պետական մտածողություն։ Այսինքն պետությունը քայլեր պետք է անի բանկային համակարգ պետք է լինի եւ այլ նոր քայլեր պետք է անել։ Առաջինը դրանցից մեկը ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչպես են աշխատում տարբեր բանկերը տարբեր երկրներում, Նիդերլանդներում, Էմիրատներում, Ռուսաստանում, Սինգապուրում եւ այլն, եւ ոչ միայն բանկերը, այլ ֆինանսական համակարգը։ Ես ասում եմ, որ բավականին հասարակ բաներ կա, էլի, որ եթե ասենք մի 0.5% տարբերություն կա, որ ասենք հայկական բանկը առաջարկում է արտասահմանյան կլիենտներին, հաճախորդներին, բանկը առավելություն է ձեռք բերում։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի պայմանագրեր են եվրոպական,
ամերիկյան արաբական բանկերի հետ, որ թափանցիկություն պետք է լինի երաշխիքներ, որ բոլոր գործողությունները թափանցիկ լինեն, որ մարդիկ փողը ուղարկելով Հայաստան չեն կորցնել այդ փողը, առավելից գործողությունները պետք է շատ արագ լինեն։ Արագությունը գործողությունները հիմիկվա մեր բանկային սիստեմայում չափազանց կարևոր է, շատ կարևոր է։ Մարդիկ կան, որ առնում են որոշակի, այսպես ասած, ակցիաներ, տարբեր մեծ կազմակերպությունների հետո ծախում են։ Մի քիչ ժամ հետո կամ մի օր հետո։ Եվ կախված այդ արագությունից իրանք կարան մի 2 կամ 0.5% եկամուտ ստանան, բայց տարվա ընթացքում դա ահռելի փող։ Այսինքն իրանք ոչ մի բան չանելով ողջից ստեղծում են իրենց համար փող։ Կազմակերպություններ կան աշխարհում։ Առևտրային բանկեր պետությունը ինչ դերակատարում պետք է այստեղ ունենա։ Երաշխավորի տարբեր այստեղ ես իշն ասած ոչ թե բանկերի, այսպես ասած, փորձագետ եմ, ես ուղղակի մի մարդ եմ, որը որպես հաճախորդ եղել է նիդերլանդական բանկերում, ռուսական եւ հայկական եւ հայկական։ Եթե համեմատական տանենք, լավ այդ դեպքում։ Այնտեղ բազմաթիվ նրբություններ կա, առաջինը օրենքներն են։ Առաջինը թե հարկերը ինչպես են վերցվում օրինակ։ Ես կրկնում եմ, Նիդերլանդներում այնպես արված, որ եթե դու Նիդերլանդներում ստեղծում ես քո հիմնարկությունը, դու բավականին քիչ փող ես մոծում, քան դա կլիներ, ասենք, Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Բրիտանիայում եւ այլն։ Շատ ավելի հեշտ է ստեղծել կազմակերպությունը, շատ ավելի հեշտ է, չեն ասում, քեզ Ռուսաստանից կամ ես եմ որտեղից, հասկանում եք, հեշտ է ստեղծել։ Վստահություն կա, այդ մարդը ստեղծել է բարի մտադրություններով եկել։ Եթե վատ մտադրություններ կամ որոշակի ծառայություններ, որոնք պետք է գտնեն այդ մարդուն բռնեն եւ պատժեն։ Դա էլ պետք է լինի, այսինքն ոչ թե բանկը չպետք է վախենա, պետք է վախենա դրանց համար հաշիվ չբացի կամ չթողի, այլ այդ ծառայությունները դրանով դες զբաղվեն։ Բանկի խնդիրը ոչ թե այդ մարդկանց հայտնաբերելն է, այլ մյուս մարդկանց համար հնարավորություններ ստեղծելը։ Շատ լավ, ամեն ինչ հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Հայրապետյան։ Մեր հյուրն էր բանկային եւ ֆինանսական ոլորտի փորձագետ Աշոտ Հայրապետյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ շարունակենք մեր եթերը։